Բարի լույս, սիրելի ընկերներ, քիչ առաջ Վազգեն Սաղաթելյանը իր էջում նշեց, որ իրենց տուն դիմամակավորված անձինք են եկել ԱԱՑ-ից, հավանաբար իրանք են էլի սիրում տես դիմակավորված գործողություններ կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգով և միաժամանակ տեղեկացա, որ նույնը կատարվում է, զանգեր են գալի, մի զանգեք էլի, չնայած, որ տեսնեք լայվում եմ, պարզա չեք զանգի։ Միաժամանակ նույնը կատարվում է նաև Վազգենենց, Նարեկ են ստանը, Նարեկ Սամսոնյանենց, Իմ Նեմնիմի պոդքասթի հեղինակների և վարողների և օրենքով սահմանված ամենանվազագույն ժամին, ժամը 7-ին, Նարեկը 2 փոքր երեխեք ունի, ես հիմա արագ շտապում եմ Նարեկենստան մոտ, որ հասկանամ, թե ինչ գործողություն են կատարում, ստանդարտ, այսպես, փաթեթը գործողությունների, վախացնել, ոչ որպես քննչական գործողություն, այլ որպես վախացնելու, ընտանիքին, երեխեքին, ցավացնելու, այդպես են վարվում։ Դրա գործողություն, այսպես ասած, խուզարկություն, կոշտ խուզարկություն, տունը քանդու քարափանելով, անկապ տեղը լրիվ, որից հետո ձերբակալություն, որից հետո կանանքի միջնորդություն և սովորաբար այդ ամեն ինչը սկսվում է առավոտյան ժամերին։ Բազմաթիվ օրինակներով կարող եմ ասել, չգիտեմ, սկսած Արագածոտնի թեմը ադրբեջանական պատվերով նույն անձանց կողմից նույն օրվա ընթացքում այս խայտառակ գործողություններից վերջացրած Գյումրու քաղաքապետարանի գործողությունը, սխեման նույնն է, միակ բանը, որ այստեղ հետաքրքիր է, թե ինչ քրեական հոդված են այնուհանդերձ մոգոնել։ Չթաքցնեմ, որ տղաների նկատմամբ նախորդ քրեական հետապնդման սեզոնային քրեական հետապնդումներ են իրականացվում, նախորդ քրեական հետապնդումից հետո, երբ որ տղաները 2 ամիս խուլիգանության հոդվածով անցկացրեցին բանտում, ինքս շատ նաև աշխատել եմ նրա վրա, որ թեև կրկնում եմ, ես համարում եմ, որ օրենքին որևէ հակասություն չկա, որևէ այսպես կոնտենտ, որը, չգիտեմ, հայհոյանքներ եւ այլն, YouTube-ում դա հանրային մուլտիպլեքս չի, բայց այնուհանդերձ ես աշխատել եմ, որպեսզի դա էլ չլինի, չեմ ասում, որ իմ աշխատանքի արդյունքն է կամ ինչ-որ իմ հետ կապ ունի, ամեն դեպքում որպես նաև Նարեկ Սամսոնյանի խավոր, դա էլ ասեմ, ամեն դեպքում Նարեկը եւ Վազգենը տարբեր ոճեր ունեին, Նարեկը օրենք կոնկրետ ուխտ էր արել հայհոյանք եթերում չտալ ու չի տվել, մարդը չի տվել եթերում որևէ հայհոյանք։ Վազգենի ոճը մի փոքր այլ էր, բայց միևնույնն է դա էլ հանցագործություն լինել չէր կարող, առավել ևս, որ այս պահին մենք ունենք կայացված, ճիշտ է դեռ օրինական ուժի մեջ չմտած, Արաչի ակտ, խուլիգանության մասով արդարացման վերաբերյալ։ Ինչի հետ կարող է կապված լինել եւ չի կարող չկապված լինել Սերժ Սարգսյանի այդ մեծ զանգագալի, լավ, սրանով ավարտենք, ես շարունակելու եմ, հեսա նորից լայվ կմտնեմ, ընտանիքի մի խոսք։ Լավ, ես լայվը շարունակեմ,
Ես լայվը շարունակեմ, հենա ոնց որ վերադարձել եմ, լայվի ռեժիմում եմ, զանգի պատասխանեցի։ Ուրեմն ինչ ենք արել նաև եթերի հետ կապված իմ նեմնիմի դրված է ծանուցում, որ այստեղ կարող է լինել ոչ նորմատիվային լեքսիկա։ Ինչի հետ է կապված։ Սերժ Սարգսյանի հետ փոդքասթային եթերը, փոդքասթային զրույցը, որ տեղի ունեցավ նախորդ, այսօր ինչ է, հինգշաբթի, նախորդ ուրբաթ 6 օր առաջ, որը այտենց տակնու վրա էր արել նիկոլականների ողջ, այսպես, խախտել էր նիկոլականների անդորը, քրեական իրավունքի մասնագետները, ես թվում է կհասկանան, ինչ իմաստով եմ օգտագործում այս արտահայտությունը, գիշերվա կեսից սկսեցին գրել եւ տարբեր բաներ էին թիրախավորում նախագահի խոսքից մինչեւ հարթակ։ Եվ հիմնականը այ քֆուրչիներ, այս ինչ են, ինչ sense ինչ-որ բաներ։ Իրականում ինձ հետաքրքիր է թե ինչ հոդված պետք է լինի։ Միակ բանը, որ public արել են ու հաստատ դա կապ ունի, դա Ալենին էր երևի հանձնարարված այս հարթակի վրա գրողի տեղեկատվական ապահովումը տալը, որը որ գրել էր, որ իբր իրան ինչ-որ բան է սպառնացել։ Այն բանից հետո, երբ ինքը կոնկրետ ընտանիքին ուղղված վիրավորանք էր հնչեցրել տղաների հասցեին, ոնց ասեմ, գրել էր շան տղաների եթեր գնալ, այս համատեքստում էլի, նախագահի եթեր գնալու համատեքստում շան տղաներ էր նշել, գրել, կպել եւ ի պատասխան դրա կոշտ լեզվով տղաները խոսում էին իր հետ կապ, արձագանքում էին իր այս առաջինը Ալենի կողմից տրված, այսպես ասած, առնվազն հայհոյանք կամ անպարկեշտ արտահայտություն առնվազն ամեն դեպքում ոչ ընդունելի վարքագծին լինելով պաշտոնատար, այլ չեմ խոսում են մնացած իմաստը։ Այսինքն դնում է մարդկանց այսպիսի բան է ասում եւ ինչ սպասում են, որ որևէ արձագանք չի լինի։ Ես չգիտեմ, ուղղակի այդ արձագանքն էլ օրենքի սահմաններից դուրս չի եղել։ Ես իրոք հետաքրքրված եմ, թե սրա անունը ինչ են դնելու։ Չնայած այս իշխանությունները այլևս դրա կարիք չունեն, որտեղ քրեական օրենսգիրքը նենց են բռնաբարել, որ այնտեղ տենց որևէ ամոթի կամ որևէ պարկեշտության ոչ մի տենց նշույլ չի մնացել, բայց ամեն դեպքում ինչ որ մի հոդված հոպտի դնել, ինձ հետաքրքիր է թե ինչ հոդված են դնելու եւ սա ակնհայտ ցույց է տալիս այս իշխանությունների քայլ առ քայլ արդեն մեծ քայլերով բռնապետական այսպես բռնապետական ռեժիմ դառնալու քայլերը ես հիշեցնեմ էլ հաստաբաններ էլ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, եկեղեցու ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, մի շաբաթվա ընթացքում 2 ընդդիմադիր քաղաքապետեր, վեհապար հայրապետի ազգականներ, անկապ տեղը լրիվ։ Ու հետաքրքիր է այստեղ, միակ բանը, որ հետաքրքիր է այստեղ է դա։ Լավ, եւ ես կանով սահմանափակենք, շուտով հասնում եմ կապի մեջ։ Չնայած չսահմանափակենք, կապի մեջ կվերադառնամ ուղիղ եթեր։